Լույսը չբացված զոհերն են հաշվում Հնդկաստանն ու Պակիստանը։ Նյու Դելհին որոշեց այս գիշեր խոսքը գործի վերածել, հարվածեց Պակիստանին։ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, եւս 46-ը վիրավորվել են։ Reuters-ն է հայտնում վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին, նշում, որ թիվը վերջնական չէ։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին իրենց ընտրած ժամանակին, վայրում եւ միջոցներով։ Այնինչ իրականացրել է այս գիշեր հնդկական բանակը, անվանել է Սինդուր հակահաբեկչական գործողություն ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության դեմ, որին զոհեր գնացել 26 մարդ։ Այն, որ վենդետա կլինի, Հնդկաստանը նախապես էր ասում, Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը եւ կործանիչներն օդ հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է խոցվել։ Գործն անելուց հետո Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության էջում գրել են արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը։ Այս հարվածին նախորդող օրերին փորձագետները կանխատեսում էին հեղինակության հարց է, որևէ բախում անպայման կլինի որպես պատասխան։ Կվերաճի այն մեծ պատերազմի թե ոչ, այստեղ փորձագետները մի քանի կաշկանդող գործոն են տեսնում։ Այն երկրները, որոնք աջակցում են այս կամ այն կողմին, իրենք ստիպված են լինելու իրենց աջակցությունը նաև ռազմական տեսանկյունով ապացուցել, ցույց տալ այն գերտերությունները, որոնք են հիմնականում Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, իրենք հետաքրքրված չեն, որ նոր կոնֆլիկտի զոնա բացվի։ Բացի այն, որ գերտերություններին, այսպես ասենք, հակամարտության նոր ճակատի ձեռնտու չէ, ըստ փորձագետի նաև հենց այս երկրները կխուսափեն միջուկային պատերազմից։ Մյուս կողմից վտանգը մեծ է նաև ներսում։ Եթե բախումը վերաճի մեծ պատերազմի, ապա ամբողջ Հարավային Ասիան կդառնա ռազմական թաթերաբեմ։ Օրինակ Հնդկաստանում մոտավորապես 200-ից 300 միլիոն մուսուլման է ապրում։ Պակիստանում էլ ապրում է մոտավորապես 10-ից 20 միլիոն հինդուիզմի հետևորդներ։ Այսինքն սա նշանակում է, որ եթե պատերազմ լինի լայնամասշտաբ, ապա հենց ներսում կարող են խնդիրներ առաջացնել այդ պետությունների համար։ Բացի այդ, օրինակ նույն Պակիստանը ունի սեպարատիզմի հետ կապված խնդիրներ նույն Բելուջիստան նահանգում։ Եթե Պակիստանի իշխանությունները ներգրավեն լայնամասշտաբ պատերազմի մեջ Հնդկաստանի հետ, ապա այդ բելուջիները կարող են սկսել սեպարատիստական շարժում։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը արդեն կոչ են արել Հնդկաստանին եւ Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Կողմերն իհարկե չեն շտապում փափկեցնել հռետորաբանությունը, բայց շարունակությունը կարող է միջազգային մասշտաբի հասնել։ Սա կարող է սաստել կողմերին ու նրանց թիկունքում կանգնած խոշոր խաղացողներին։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։